կա լույս, կա խավար։ Խավարը լույսի բացակայությունն է։ Երբ որ մարդիկ սիրո, խղճի, արդարության, ազնվության, ճշտի հատկանիշների վրա, մարդկային կարևոր բարոյական հատկանիշների վրա աչք ենք փակում, մարդը դառնում է ինչ որ այսօր տեսնում ենք 4 կողմը։ Հիշեցի համասարանի բառերը։ Երբ սովորական մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում, մարդիկ ինչու եք իրար լույս ուտում։ Անմահ խոսքեր։ Բարի լույս, չէ՞։ Սովորաբար միշտ ասվել է, մեխանիկորեն կրկնվել է, բայց մարդիկ իրար ցանկացել են բարի լույս։ Լույսը բարի է։ Գիտեք ինչ, Աստծուն ճանաչելը ամենաբացարձակ մեկ բառով Աստվածաշնչում գրված է Աստված սեր է։ Սիրո բացակայությունն է ինչ որ կատարվում է աշխարհում։ Կարծում եք ամեն ինչում, ընտանիք, ընկերներ, քաղաքականության մեջ, գիտեք քաղաքականությունը ոնց ասեմ, Ղարաբաղյան շարժման սկզբում էլեկտրոն գործարանում կար Տիկին Մանիկ, վետերանների խորհրդի փոխնախագահ։ Էլեկտրոն գործարանը ինձ առաջադրեց որպես պատգամավոր մեծ բարեգործություններից հետո գիտեին արդեն։ Սիրիահայ մի ընկեր, դիվանագիտությունը լավ գիտեր, ինձ խորհուրդ չտվեց, ասեց չգնաս պատգամավոր պիտի դառնայի, որովհետև երբ որ դարար քաղաքական գործիչ, պիտի մտածես մի բան, ասես երկրորդը, անես երրորդը։ Այդ չի կատարվում ամբողջ աշխարհում։ Բեմադրություն։ Ինչ, մենք խոսում ենք բարեկամ երկիր, բայց ինչ բարեկամ երկիր, բոլորը ունեն իրենց քաղաքական շահերը։ Բոլորը, տենց չի։ Արևմուտք, արևելք, Ամերիկա, բոլորը անուններ չտանք։ Իսկ մենք միամտորեն փնտրում ենք բարեկամ։ Եվ փորձում ենք այդ բարեկամի վրա այն աստիճան հույս դնել, որ դառնում ենք, ռուսներն են ասում, հայերի նման նվիրյալ ազգ մեզ չի եղել որպես բարեկամ։ Ինչու եք հայերի հետ այդպես վարվում, ռուս դիվանագետներն են ասում։ Ում են ասում։ Ռուս պաշտոնյաներին, ով մեզ հետ ինչ-որ կերպ վարվեց։ Վատ վարվեցին, ուղիղ ասենք։ Դե ես չեմ ուզում քաղաքական, չեմ ուզում քաղաքականացնեմ, բայց գիտեք, աշխարհը կազմված է մարդկանցից։ Մարդը որպես էակ բոլոր մարդկանց մեջ իմ եւ ձեր երկու ընկերներ, ընտանիքում ամուսիններ, երեխաներ, քաղաքականության մեջ բոլոր տեղերում մարդկանց մեջ փոխհարաբերությունը կառուցված է աշխարհայացքի եւ գաղափարախոսության վրա։ Ինչ աշխարհայացք ունենք, ինչ գաղափարախոսություն ունենք։ Բայց սրանից վեր հոգեվիճակն է։